եղել է կանխատեսվածից ավելի բարձր։ Ընդ որում Ընտրություններից մի քանի ամիս առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2026 թվականի ապրիլի 1-ից Հայաստանում կենսաթոշակները կբարձրանան։ Նրա խոսքով համեմատաբար ցածր թոշակները կավելանան 10,000 դրամով, իսկ ավելի բարձր թոշակները ավելի փոքր չափով։ Ինչու է որոշումը կայացվել հենց հիմա։ Վարչապետը այն պայմանավորել է երկու հանգամանքով։ Առաջինը 2025 թվականին գրանցած բարձր տնտեսական աճն է, իսկ երկրորդը դուք գիտեք, որ հունվարի 1-ից մենք ներդրել ենք առողջության ապահովագրության համակարգը համընդհանուր եւ ճիշտն ասած բավականին մեծ լարվածություն կար, որովհետեւ կանխատեսելիության էլեմենտ կար, թե ինչքանով են մեր կանխատեսումները համապատասխանում եւ բյուջետային հատկացումները որքանով կբավարարեն այդ կարիքները հոգալու համար եւ հունվարի եւ փետրվարի ընթացիկ վերլուծությունը ցույց է տալիս, որ մեր կանխատեսումը այնուամենայնիվ ճիշտ է եղել։ Փաշինյանը նշել է, որ կենսաթոշակների բարձրացման հաշվարկներում ներառված չէ հետվճարի համակարգը, սակայն դրա կիրառման դեպքում շահառուները կարող են լրացուցիչ գումար ստանալ մինչև եւս 10,000 դրամ։ Սահմանված հարկերը վճարող քաղաքացիների շնորհիվ ասում ենք լավ, թոշակառուների թոշակ ամսական 11,000 դրամով 11,000 դրամով կամ 10,400 դրամով ավելացնենք, ինչ անելու թոշակառու։ Այդ գումարը ինչ անելու, ինչի վրա ծախսելու։ Այսինքն կար հնարավորություն բարձրացնելու եւ թոշակառուն արդեն գիտի ինչ անի այդ գումարի հետ։ Ինչ խոստումներ է տվել թոշակների հետ կապված։ Նիկոլ Փաշինյանին հռետորական հարց է տվել ազգային բարերար Սամվել Կարապետյանի Ուժեղ Հայաստան կուսակցության համակարգող խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ Նա նկատել է մեջբերում, եթե Սամվել Կարապետյանը ստիպեց ընտրությունից առաջ բարձրացնել թոշակները, պատկերացնում եք ինչ կանի նա, եթե լինի վարչապետ։ Սամվել Կարապետյանը տնտեսությունը կուժեղացնի, միշտ հոգ կտանի թոշակառուների համար, ոչ թե Փաշինյանի նման մենակ ընտրություններից առաջ սեփական աթոռը պահելու համար, խոստացել է Նարեկ Կարապետյանը։ Ամռանը երևանցիները ստիպված կլինեն գիշերվա համար ջրի պաշար հավաքել։ Մայրաքաղաքի բոլոր 12 վարչական շրջանների մի շարք հասցեներում մայիսի 1-ից կփոխվի ջրամատակարարման կարգը։ Վիոլա ջուրի փոխանցմամբ մինչև սեպտեմբերի 16-ը ներառյալ ջուրը կմատակարարվի ամեն օր ժամը 7:00-ից մինչև կեսգիշեր։ Ըստ ընկերության սահմանած ժամանակացույցի շուրջօրյա ռեժիմը կվերականգնվի սեպտեմբերի 16-ից եւ կգործի մինչև հաջորդ տարվա մայիսի 1-ը։ Ջրամատակարարման գիշերային սահմանափակումները պայմանավորված են ամռան ամիսներին ջրի սպառման ծավալների կտրուկ մեծացմամբ։ Վիոլա ջուր ընկերությունը պարբերաբար հայտարարել է, որ շոկ եղանակին սպառման աճի պատճառով գիշերային դադարն անհրաժեշտություն է, քանի որ այն օգնում է կուտակել անհրաժեշտ պաշարները եւ խնայել ջուրը ցերեկային ժամերին կայուն մատակարարում ապահովելու նպատակով։ Կադրային մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել ներքին գործերի նախարարությունում։ Նախորդին աշխատանքից ազատված ոստիկանապետի տեղակալներից Վարդան Վարդանյանը եւ Կարեն Հակոբյանը նշանակվել են ներքին գործերի նախարարի խորհրդականներ, իսկ Արթուր Խուդինյանը նախարարի օգնական։ 3 ներքին գործերի նախարարությունը հաստատել էր տեղակալներին իրենց զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին լուրը։ Վարդան Վարդանյանի պաշտոնին նշանակվել է ոստիկանության գնդապետ Արթուր Բարսեղյանը, իսկ Արթուր Խուդինյանի զբաղեցրած պաշտոնին նշանակվել է փոխգնդապետ Գևորգ Զաքարյանը։ Օրհնություն եւ բարքոր եւ որդվոյ սրբով Պոլսո հայոց պատրիարք Սահակ arczepiskopos Մաշալյանը հայոց եկեղեցու շուրջ առաջացած խնդիրները լուծելու համար տարբերակներ ունի։ Նա առաջարկները ներկայացրել է վերջերս Ավստրիայում կայացած եպիսկոպոսաց հավաքում։ Սահակ Սրբազանի խոսքով Գերագույն հոգևոր խորհուրդն այսօր կորցրել է իր նախկին հեղինակությունը եւ հաճախ հապճեպ որոշումներ է կայացնում, ինչն էլ ավելի է խորացնում պետություն եկեղեցի հակամարտությունը։ Որպես ճգնաժամից դուրս գալու միջոց նա ներկայացրել է երկու հիմնական առաջարկ։ Առաջինը սինոդականության ներդրումն է։ Սրբազանն առաջարկել է ստեղծել 12 ավագ եպիսկոպոսներից կազմված հեղինակավոր մի մարմին, որը կաջակցի վեհափառ հայրապետին կառավարման հարցերում եւ հարթակ կդառնա իշխանությունների հետ երկխոսություն սկսելու համար։ Այս կառույցում պատրիարքը առաջարկել է նաեւ ներգրավել որոշ ընդդիմադիր հոգեվորականների։ Երկրորդ կարևոր առաջարկը վերաբերում է ազգային եկեղեցական ժողովի գումարմանը։ Սահակ պատրիարքը հորդորել է հստակեցնել ժողովի անցկացման ժամկետը եւ ստեղծել կազմակերպչական հանձնախումբ։ Ըստ նրա, սա կլինի այն միակ անառարկելի իրավական ճանապարհը, որով հնարավոր կլինի վերահաստատել կաթողիկոսի կարգավիճակը եւ հանդարտեցնել կրքերը։ Պատրիարքը հույս է հայտնել, որ հավաքական միտքը կօգնի գտնել ճիշտ լուծումներ իշա հայ եկեղեցու եւ ժողովրդի միասնության։
Երևանի թիվ 143 մսուր մանկապարտեզի նախկին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռուզաննա Դանելյանի նկատմամբ կիրառվել են գրավ եւ պաշտոնավարման կասեցում խափանման միջոցները, հայտնել են դատախազությունից։ 3 հակակոռուպցիոն կոմիտեի իրավապահները ձերբակալել էին մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գույքի ապշտակության եւ կաշառք ստանալու մեղադրանքով։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը որոշել է չբողոքարկել դատավճիռը, հայտարարություն է տարածել նրա ընտանիքը։ Մեջբերում հայտարարությունից այս որոշումը չի նշանակում համաձայնություն դատավճռի հետ եւ չի նշանակում հրաժարում պաշտպանությունից։ Բողոքարկումից հրաժարվելը ոչ թե պայքարի ավարտ է, այլ հրաժարում ֆարսին մասնակցելուց։ Մենք կշարունակենք պայքարել արդարության համար, միջազգային իրավական մեխանիզմների եւ միջազգային այլ ատյանների միջոցով։ Փետրվարի 17-ին Ադրբեջանի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման, որից 10-ը խիստ ռեժիմի բանտում։ Արցախի նախկին պետնախարարին շինծուդատական գործի շրջանակներում ադրբեջանական դատարանը մեղադրել է մի շարք ծանրագույն հանցանքների, այդ թվում Ադրբեջանի դեմ պատերազմի, ահաբեկչության ֆինանսավորման, մարդկանց տեղահանելու մեջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոնգրեսում իր ամենամյա ելույթի ժամանակ ներկայացրել է Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների հիմնավորումները։ Նա հայտարարել է, որ թույլ չի տա աշխարհում ահաբեկչության գլխավոր հովանավորին ունենալ միջուկային զենք։ Թրամփը Թեհրանին մեղադրել է հրթիռային ծրագրերի զարգացման, ցուցարարների սպանության եւ ամերիկացի զինվորների դեմ իրականացված հարձակումների համար։ Չնայած Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմական ուժերի աննախադեպ կուտակմանը, նախագահը շեշտել է, որ պատրաստ է խաղաղության, եթե Իրանը հրաժարվի իր միջուկային հավակնումներից։ Իրանի իշխանությունները Թրամփի հայտարարությունները որակել են որպես մեծ ստեր։ Այնուամենայնիվ, երկու երկրների միջև դիվանագիտական շփումների հույսը դեռ պահպանվում է։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Ժնևում սպասվող բանակցությունների ժամանակ հնարավոր է հասնել պատմական համաձայնության։ Ըստ նրա, հակամարտությունից խուսափելու համար կողմերը պետք է առաջնահերթություն տան դիվանագիտությանը։ Այս ամենի ֆոնին Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ժամանել է Իսրայել։ Սա Հնդկաստանի ղեկավարի պատմական երկրորդ այցն է, որի ընթացքում քննարկվելու են պաշտպանական եւ տեխնոլոգիական հարցեր։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Հնդկաստանին համարում է կարևոր դաշնակից տարածաշրջանային սպառնալիքների դեմ պայքարում։ Հնդկաստանը խիստ մտահոգված է հնարավոր պատերազմով, քանի որ Մերձավոր Արևելքում միլիոնավոր հնդիկներ են ապրում եւ աշխատում, որոնց անվտանգությունը կարող է վտանգվել ռազմական գործողությունների դեպքում։ ԱՄՆ-ում ևս ներքին տարաձայնություններ կան Իրանի հարցում։ Կոնգրեսի որոշ առաջնորդներ զգուշացնում են գաղտնի ռազմական գործողությունների վտանգների մասին, նշելով, որ դրանք կարող են հանգեցնել երկարատև եւ ողբերգական պատերազմի։ ԱՄՆ-ն եւ Իրանը հինգշաբթի Ժնևում բանակցություններ կանցկացնեն, քննարկելով Իրանի միջուկային ծրագիրը։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում 12 երկիր դեմ է քվեարկել Կիևի հակառուսական բանաձևին, եւս 51-ը, այդ թվում Հայաստանը, ձեռնպահ են մնացել։ ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչի տեղակալ Աննա Եվստիգնեևան ելույթի ժամանակ նշել է, որ եթե Կիևի վարչակարգն իսկապես շահագրգռված լիներ խաղաղությամբ, ապա կզբաղվեր դիվանագիտությամբ, այլ ոչ թե հերթական քաղաքականացված քվեարկությունների նախաձեռնմամբ։ Բրազիլիայում հորդառատ անձրևների եւ սողանքների հետևանքով ավելի քան 30 մարդ է մահացել, 36 մարդ դեռևս համարվում է անհետ կորած։ Ըստ փորձագետների, ընդամենը 4 ժամվա ընթացքում տեղացել է 4 օրվա համար նախատեսված անձրև։ 70,000 new construction jobs in just a very ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունից հետո Վենեսուելայից ԱՄՆ է հասել ավելի քան 80 միլիոն բարել նավթ։ Մինչ այս պահը ԱՄՆ նավթի արտադրությունը հասել է 600,000 բարելի։ Թրամփի խոսքով Վենեսուելայից նավթի արտահանման նկատմամբ վերահսկողություն են սահմանել դեռ հունվարին, երբ ամերիկյան ուժայինները գերի էին վերցրել Մադուրոյին ու կնոջը։ Վենեսուելայի նախագահին Նյու Յորքի դատարանը մեղադրանք էր առաջադրել թմրանյութերի ապօրինի շրջանառության եւ այլ հանցագործությունների համար։